Բարև, ես Զավենն եմ, տվյալագիտության 3-րդ կուրսի ուսանող։ Վերջերս համատեցի ԽՍՀՄ փլուզումից մինչ օրս բոլոր նախկին խորհրդային երկրները։ Մեկ փլուզում, նման մեկնարկային կետեր, շատ տարբեր ապագաներ։ Եվ այն, ինչ ես պարզեցի Հայաստանի մասին, կարող է ձեզ ուղղակիորեն զարմացնել։ Ես նայեցի այն բաներին, որոնց հետ մարդիկ առնչվում են ամեն օր. կենսամակարդակ, հնարավորություններ, ազատություն, անվտանգություն, եւ երբ տեսնում ես թվերը կողք կողքի, դրանք հետո անհնար է անտեսել։ Առաջին հարցս պարզ էր. որքան է ամենախոցելի մարդկանց խմբի ցուցանիշը։ Դրա համար ես նայեցի աղքատության մակարդակին։ Սա Հայաստանն է։ Այստեղ ունենք շատ տխուր, արծաթե մեդալ, աղքատությամբ երկրորդ տեղը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը ռեսուրսների պակաս չունի։ Հետո ինձ հետաքրքրեց, թե ինչ ընդհանուր բան կա բոլոր այդ երկրների միջև։ Հավելեմ, որ կապույտով դրանք ԵՄ-ին միացած երկրներն են, իսկ կարմիրով, որոնք չեն միացել Եվրամիությանը։ Ահա թե ինչ տեսք ունեն ԵՄ եւ ոչ ԵՄ երկրների միջնացված ցուցանիշները։ Բայց ավելի շատ վաստակելն ինքնաբերաբար չի նշանակում ավելի լավ ապրել։ Ուստի ես հարցրի, թե որքան կարող է հասարակ ընտանիքը թույլ տալ իրեն իր սեփական երկրում։ Սա Հայաստանն է, կրկին ներքևից երկրորդը։ Եվ սա Եվրամիության անդամ երկրները ընդդեմ ոչ Եվրամիության անդամ երկրների։ Հիմա նայենք, թե որ երկրի տնտեսությունն աճեց ամենաարագը։ Այստեղ ես համեմատում եմ աճի արագությունը, ուստի բոլոր երկրները սկսում են 100%-ից։ Բայց հետո հասկացա, որ Հայաստանը սկսել է շատ ցածր կետից, սպիտակի երկրաշարժի, շրջափակումների եւ այլ պատճառներով, բայց այնուամենայնիվ այն դանդաղ վերականգնվում է, անգամ ավելի ծանր հարված ստանալուց հետո։ Ահա մի բան, որն իսկապես շփոթեցրեց ինձ՝ գործազրկության ցուցանիշ։ Հայաստանն ամենավերևում է։ Հայաստանը պատկերի վերնամասում է, թեև գրեթե բոլոր հայերը, ում ես ճանաչում եմ, ձգտում են ձեռնարկատիրությանը։ Մարդիկ այստեղ աշխատում են, բիզնեսներ բացում, մշտապես գտնում ճանապարհներ գոյատևելու համար եւ առաջ շարժվում։ Եվ տեսնենք, թե որքան են վճարում այդ աշխատատեղերը։ Ահա միջին ամսական աշխատավարձը։ Հայաստանն այստեղ է։ Բայց ես չէի ուզում չափել միայն դժվարությունները։ Ես նաև ուզում եի չափել մարդկանց ձգտումը։ Այստեղ նոր ստեղծած բիզնեսների խտությունն է, թե որքան բիզնես են մարդիկ գրանցում մեկ շնչի հաշվով։ Նայեք էստոնացիներին, ուղղակի խելագարություն է։ Վստահ եմ, որ եթե հայերն ունենային նույնքան հնարավորություններ, շատ ավելի մեծ հաջողություններ կգրանցեին։ Բայց ուրախ եմ, որ Հայաստանում բիզնեսի ցուցանիշները այսքան բարձր են։ Ես նաև ուզում եի չափել մի բան, որը շատ դժվար է քանակական դարձնել՝ ազատությունը, որովհետև ինչ ազատությունը գործնականում։ Ինձ համար ազատության ամենահստակ ազդանշաններից մեկը այն է, թե արդյոք լրագրողները կարող են բաց կերպով մեկնաբանել այն ամենը, ինչին որ հավատում եւ կարծում են, որ ճշմարտությունն է, առանց վախի։ Ուստի ես համեմատեցի լրագրողների եւ մամուլի ազատությունը։ Եվ վերջապես ամենակարևոր բանը՝ անվտանգություն։ Այստեղ ես պարզապես հաշվեցի, թե քանի անգամ են երկրներ ներգրավել տարբեր ռազմական իրավիճակների մեջ, որտեղ եղել են մարդկային կորուստներ։ Գիտեք, այդ հակամարտությունների մեծ մասը կամ Ռուսաստանի կողմից էր, կամ Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանի ինչ-որ կերպ ներգրավվածությամբ։ Ուրեմն, ինչ սովորեցի։ Ես սպասում եմ, որ պատկերն ամբողջությամբ շատ ավելի բարդ կլինի, բայց օրինաչափությունն անտեսելը դժվար է։ Եվրոպային ավելի մոտ շարժված երկրները հետևականորեն տեսան, թե տարեստարի ինչպես նվազեց աղքատությունը, բարելավվեց կենսամակարդակը, աճեց գնողունակությունն ու զարգացան տնտեսությունները։ Դա չի նշանակում, որ Եվրոպան կախարդական է, բայց երկարաժամկետողությունը չես կարող վիճարկել, երբ տվյալները դնում ես կողք կողքի։ Ես անկեղծորեն ուզում եմ, որ Հայաստանը բարգավաճի, քանի որ շատ ավելի ջերմ մարդիկ չեմ հանդիպել, քան այստեղ են։ Եվ ես կարծում եմ, որ դա հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ շատերը հիմա կարծում են, որ թաքնված են Ռուսաստանի տնտեսական կախվածության պատճառով, սակայն տվյալներն ինձ մոտ բոլորովին այլ կարծիք ձևավորեցին։ Եվ անկեղծ ասած կարծում եմ, որ շատ սխալ է հայերին սպառնալը, քանի որ հայերը շատ հպարտ, համառ ու դիմացկուն մարդիկ են։ Հուսով եմ հետաքրքիր էր։ Հաջողություն։